Պարոն Առաքելյան, ինչ ակնկալիքներ կան եվրոպացի առաջնորդներից, նաև գերիների վերադարձի հարցն է բարձրաձայնվում, արդյոք ձեր կարծիքով նրանք տեղյակ չեն, որ Բաքվի բանտերում հայ ռազմագերիներ կան։ Իհարկե տեղյակ են, այնպես չէ, որ դրա մասին տեղյակ չեն, նաև այս ընթացքում իրենց անգործությունը եւ լռությունը փաստացի աջակցություն է, քանի որ ստեղ խնդիրը ոչ թե Հայաստանի հարցն է, հայ ռազմագերիների առկայությունն է, սա համամարտկային արժեքների ոտնահարում է, մարդու իրավունքների ոտնահարում միջազգային բոլոր կոնվենցիաներով, հետևաբար գերիների ազատման ուղղությամբ աշխատանքները պետք է լինի ոչ թե Հայաստանին աջակցություն, այլ համամարտկային արժեքների պահպանում, եվրոպական արժեքների պահպանում, որը ցավոք վերջին տարիներին նկատվում է, որ եվրոպացիները առաջնորդին իրենք են հենց իրենց արժեքները ոտնահարում եւ այն համագործակցությունը, որ Ալիևյան ռեժիմի հետ Եվրոպան ունի, ցավոք մեծ հույսեր չի տալիս, որ այս հարցով էական կզբաղվեն Եվրոպայի ղեկավարները։ Այս գագաթնաժողովը, որ անցկացվում է Հայաստանում, ուրախանում են շատերը, ասում են, տեսեք, որքան շատ եվրոպական երկրների առաջնորդներ են եկել, ի վերջո այն ինչ է տալու Հայաստանի Հանրապետությանը։ Իհարկե, այսպես հանրային ընկալումը կամ տպավորությունը, որ Հայաստանում մեծ միջոցառում է անցկացվում, դրական է, նորմալ է, որ միջազգային միջոցառումներ են անցկացվում, սակայն դրա կողքին պետք է հասկանանք, թե այս միջոցառման արդյունքում Հայաստանին ինչ օգուտներ կլինի, նաև վաղը Եվրամիության հետ Հայաստան-Եվրամիության միջոցառումն է անցկացվելու։ Արդյունքները պետք է ցույց տան, որովհետև արդեն մի քանի տարի է Եվրոպան բացի կոչերից որևիցե էական աջակցություն Հայաստանին ցույց չի տալիս, իսկ մեծ հաշվով Հայաստանում մեծ բան չի փոխվել եւ դեռևս մի քանի տարի առաջ կնքած ՍԵՊԱ-ի համաձայնագրի արդյունքները դեռ չունենք ամբողջովին իրականացված, ու նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բազմաթիվ կնճռոտ հարցեր կան, նույն սահմանազատման Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազատման ուղղությամբ, նույնպես Եվրոպան շարունակում է իր լռությունը, այնինչ 2022 թվականից Եվրոպայի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ բավականին ակտիվ էր եւ հիմա ուղղակի ձեռքերը լվացել են, սա ավելի շատ Հայաստանը դարձել է Եվրոպա, Արևմուտք, Ռուսաստան հակամարտության ինչ-որ մի գործիք եւ պետք է Հայաստանի իշխանությունները զերծ մնան այդ գերտերությունների կոնֆլիկտի մաս դառնալով, որովհետեւ ի վերջո այդ կոնֆլիկտները միևնույն է մի օր հաղթահարվում են։ Պատմության ընթացքում էլ երբեք Արևմուտքն ու Ռուսաստանը տասնամյակներով թշնամանք չեն ունեցել, սակայն այդ հակամարտության կոնֆլիկտների կարգավորումից հետո հենց այս փոքր երկիրներն են տուժում, երբ մի ուղղություն են բռնում, այս իշխանությունները շարունակում են Եվրոպայի համար մնան գործիք հակառուսական տիրադարձությունների ֆոնին եւ ցավոք այս իշխանություններից որևէ հույս չկա, հուսով եմ, որ ժողովուրդը հունիսի 7-ի ընտրություններում այնպիսի ընտրություն կատարի, որ հայանպաստ իշխանություն կձևավորի, որը եւ Եվրոպայի հետ արդյունավետ համագործակցություն կունենա եւ մյուս գերտերությունների։ Կարծիք կա, որ անհույս է, իշխանափոխության մասին մտածել, քանի որ Նիկոլ Փաշինյանը մեծ աջակցություն է ստանում եվրոպացի առաջնորդներից, ինչի մասին է վկայում նաև այն, որ այս օրերին այստեղ գագաթնաժողով է իրականացվում, նաև Նիկոլ Փաշինյանին աջակցող խոսքեր են հնչել, ինչ կարծիք ունեք այս մասով։ Ուռճացված է, ես չեմ տեսնում, որ միջազգային գործընկերների աջակցությունը որևէ էական ազդեցություն է ունենալու, միջոցառում է անում են, հիմա Նիկոլ Փաշինյանը կարող է ինչ-որ ղեկավարների հետ նկարվի, սելֆիներ անի, իր սոցիալական ցանցերում լայքեր եւ դիտումներ հավաքի, բայց ես վստահեցնում եմ դա զրո անդրադարձ է ունենում։ Հայաստանում իշխանությունը ձևավորվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության քվեով, ես վստահ եմ մեր քաղաքացիները գիտակից ընտրություն կանեն եւ այն խնդիրները եւ մարտահրավերները, որ կան, դրանք չեն փոխարինելու եվրոպացի լիդերների նկարներով։ Այս միջոցառումը էական ազդեցություն չի ունենա, սա ավելի շատ Նիկոլ Փաշինյանի իր ընտրազանգվածի իր թիմակիցների համար է PR աջակցություն տալու եւ չեմ տեսնում, որ սրանով իր ընտրազանգվածը ավելանալու է։